Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես արագորեն դիմեմ եմ մեր այն հարգելի ունկնդիրներին, ովքեր հետևում են մեր թողարկումներին, բայց դեռ չեն հասցրել բաժանորդագրվել One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ ընդամենը սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, որը շուտով արդեն կդառնա 2 տարեկան։ Իդեպ եւ մեր այսօրվա զրույցակիցը քաղաքագետ Լիլիթ Դալաքյանը, կարելի ասել մեր ամենահնաբնակ զրուցակիցներից է, որին մենք բազմաթիվ անգամ հրավիրել ենք մեր տաղավար եւ զրույցներ ենք ունեցել տարբեր քաղաքական թեմաներով։ Դրա համար թույլ տվեք Լիլիթ Դալաքյանի հետ միասին արդեն շնորհավորել One Talk YouTube-յան ալիքի 2 տարին աշխատանքային գործունեության։ Շնորհավորում եմ ձեզ, հեղուն աշխատանք եմ ցանկանում։ Միասին, ես էլ ասում եմ ձեզ միասին։ Այս հետաքրքիր պաթետիկ սկզբից հետո անցնենք օրակարգային հարցերին, հարգելի Լիլիթ։ Ուզում եմ մի քիչ խոսենք ռուս-ուկրաինական այս զարգացումների մասին, որոնք այսպես թե այնպես կապված են մեր հայ իրականության հետ, մեր տարածաշրջանի հետ, բոլոր դեպքերում, եւ տարբեր քաղաքական հատվածներ, անգամ իրարամերժ քաղաքական հատվածներ Հայաստանի տարբեր կերպ են մեկնաբանում։ Մի մասի համար արդեն հակամարտությունը ավարտվել է ըստ էության, մի մասի համար դեռ չի ավարտվել, դեռ նոր զարգացումներ կան, բայց ըստ էության, որքան հետևում ես, չգիտեմ դուք ինչ կարծիք ունենաք, հակամարտությունը կարծես թե արդեն բավականին մոտ է հանգուցալ լուծմանը, ինչ կարծիք եք, մոտ է թե ոչ։ Ճիշտ ասած, խոսքերը, որ վերջնաժամկետ է տրվել Զելենսկուն, մենք տեսանք, որ ըստ էության հերկվեցին։ Հիմա էլ ասում են սուրբ ծնունդն է վերջնաժամկետը։ Եկեք հասկանանք ինչ է նշանակում վերջնաժամկետ։ Արդյոք ԱՄՆ-ն ունի այդ լծակները ավարտելու պատերազմը, ստիպելու Ուկրաինային կամ ստիպելու Ռուսաստանին, եկեք երկու կողմին դիտարկենք, ուրեմն կանգնել։ Մենք տեսնում ենք, որ Վլադիմիր Պուտինը ցանկություն չունի կանգնել, որովհետև շատ դանդաղ իհարկե, բայց նա շնորհիվ նրա, որ ԱՄՆ-ն ըստ էության այլևս չի օգնում Ուկրաինային եւ ամբողջ բեռը Եվրոպայի վրա է, մտածում է, որ կգրավի, նա դա այդպես էլ ասեց, ամբողջ Դոնեցկը, Դոնբասը։ 1 տարվա ընթացքում կամ նույնիսկ 2։ Մյուս կողմից Ուկրաինան տեսնելով այս պայմանները, որոնք ստիպում են Ուկրաինային առանց համբուշտի հանձնել այն տարածքները, որ Ռուսաստանը չի գրավել, իդեպ դրանք կարևոր ամրաշինական շրջաններ են, խոսքը ինչ որ մի քանի տոկոսի մասին չի Ուկրաինայի, եւ տեսնելով որ անվտանգության հստակ երաշխիքներ չկան, չի համաձայնվում, այսինքն երկու կողմն էլ չի համաձայնվում, եւ դա տեսանք եւ Կիևի արձագանքից եւ Վլադիմիր Պուտինի։ Այլ հարց է, որ դիվանագիտության մեջ Թրամփին չմերժելու համար երկուսն էլ պիտի ասեն այո մոտ է, բայց ինքնին կոնֆլիկտի լուծումը այս բանը անհնար է, որովհետև Վլադիմիր Պուտինը այնպիսի պահանջներ է ներկայացնում, որը անընդունելի է Ուկրաինայի համար։ Ուկրաինան էլ այնպիսի պահանջներ ունի, որոնք անընդունելի են Ռուսաստանի համար։ Հիմա ինչքան էլ Թրամփը փորձի ստիպել, նա այլ մեխանիզմ չունի փաստորեն, մնում է զենք չվաճառի ուղակի եւ հետախուզական տվյալներ չփոխանակի։ Որքանով նա դա կարող է անել հաշվի առնելով 73% վերջին տվյալներով ԱՄՆ բնակչության աջակցությունը Ուկրաինային եւ ինչով պիտի բացատրի, նա ասում էր մենք բիզնես ենք անում զենք վաճառելով, ինչով պիտի բացատրի։ Դրա համար ես չեմ տեսնում մոտալուտ ինչ որ լուծում, այլ հարցը որ 26 թվականը համարում է բեկումնային, որովհետև ընդհանրապես պատերազմների պատմության ընթացքում 4 տարին այն առավելագույն ժամկետն է, որի ընթացքում ակտիվ գործողություններ են ընթանում եւ երկուսն էլ ըստ էության սպառվում են։ Ես հիշում եմ ուրեմն Ռուսաստանի Պետդումայի ուրեմն Տաստոյի ուրեմն գրառումը սենատոր, որը նշեց, որ ըստ էության պատային իրավիճակ է ռազմաճակատում կարող են, ասենք, տասնյակ հազարավոր զոհերի գնով մի քաղաք գրավել, բայց դա որքանով է նորմալ եւ ռադիկալ չի, որքանով է համապատասխանում Ռուսաստանի շահերին ամեն քաղաքի գրավման համար ավելի շատ զոհ տալ, քան ամբողջ Աֆղանստանի պատերազմի ընթացքում, սա արդեն կարծում եմ ակնհայտ է։ Բայց 26 թվականը այդ առումով բեկումնային է լինելու հրադադարի իմ կարծիքով ոչ թե վերջնական լուծում, որովհետև քանի դեռ Ռուսաստանում այս իշխանություններն են, որոնք ունեն հստակ նպատակ Ուկրաինան միացնել այսպես կոչված ռուսական աշխարհին, պատերազմը չի ավարտվի։ Բոլոր դեպքերում
շատ դառը հիշատակում արեցիք, մի քիչ մենք սիրում ենք, չէ՞, ձեզ այդ զրույցների ժամանակ մի քիչ քաղաքական, նույնիսկ կողմնակալ բաները մի կողմ դնել եւ առաջինը դիտարկել մարդասիրական պահը, էլի, եւ ինչքան դառը իմ համար հնչեց այդ բիզնեսը, այդ ամեն ինչը զենքի վաճառք, այսինքն Ուկրաինացի ժողովուրդը ինչ Թրամփի համար կամ ցանկացած մեկի համար կարևորը իր բիզնեսն է, էլի, կարևորը ինքը զենքը ծախի, թեկուզ արյուն թափվի, երեխաներ զոհվեն, երեխաներ հոշոտվեն, չգիտեմ, զինվորներ զոհվեն երկուստեք, բնակչություն զոհվի երկուստեք եւ այդ բիզնեսմենների համար ամեն ինչ միևնույնն է։ Ես քիչ մնաց մի քիչ ավելի այսպես ձախամետ դիրքորոշում ворթեգրեի այս պահին եւ գուցե եւ դա է ճիշտը, որ բոլոր դեպքերում այս միջազգային գլոբալ ուժերն են հրահրում պատերազմներ, այսպես ֆինանսական, կապիտալիստական, այսպես ասած, կենտրոններն են հրահրում պատերազմները, որոնց համար պատերազմը զենքի բիզնես է եւ այլ բիզնեսներ է նաեւ նշանակում։ Իսկ հասարակ ժողովրդին ինչ։ Հասարակ ժողովուրդները ուզում են ապրել համերաշխ։ Ինչպես ռուս եւ ուկրաինացի ժողովուրդները լայն առումով ինչ ունեին իրար միջև կիսելու, չէ՞։ Եթե չլինեին տարբեր հանգամանքներ, որոնց մասին կարելի է շատ խոսել ու կարելի է շատ վերլուծել, բայց ունենք այն ինչ որ ունենք։ Ամեն դեպքում ձեր խոսքի մեջ բոլոր դեպքերում հնչեց լավատեսություն, որովհետեւ գոնե եթե հրադադարը լինի, կողմերը շունչ կքաշեն եւ բոլոր դեպքերում արդեն խոհեմությունը գուցե արդեն գերիշխի։ Գիտեք, նախ Ռուսաստանն է սկսել հարձակումը, պետք է օբյեկտիվ խոսել։ Հիմա Վլադիմիր Պուտինը կարող է պատմական ինչ-որ փաստեր բերել, նացիստներից խոսալ, ֆաշիստներից խոսալ։ Մենք հիմա լրջորեն ենք, չէ՞, խոսում։ Հո ամեն Պուտինի նպատակը ամեն օր փոխվում է, չէ՞։ Մի օր Դոնեցկի անկախությունն է, մյուս օրը նացիստներն են, հաջորդ օրը, չգիտեմ, Ուկրաինան պատմականորեն չկա էլ որպես պետություն։ Այսինքն Ռուսաստանի նախագահը նույնիսկ ժխտում է Ուկրաինայի որպես պետություն գոյության իրավունք։ Ուկրաինացի ժողովուրդ չկա, ուկրաինական լեզու չկա ուկրաիներեն։ Մենք մի ժողովուրդ ենք։ Այո, եւ այդ ժողովրդին սիստեմատիկորեն ոչնչացնում են։ Ժամանակ ես անգամ անձամբ Զելենսկուց եմ դա լսել, Տիկին Դալակյան։ Մենք մի ժողովուրդ ենք։ Ես այդպեսի բան չեմ լսել, ես լսել եմ, որ Զելենսկին կողմնակից էր, այո, շատ ճիշտ է, եւ սա այն շրջանակներին, որ Զելենսկուն համարում են հակառուս, ի տարբերություն Պորոշենկոյի Ռուսաստանի հետ համաձայնության, բայց եթե դիմացինը Ալիևի նման չի ուզում համաձայնության գալ, միայնակ տանգո չեն πάρում։ Այսինքն նրանք էլ մեղադրում են, կներեք, ընդհատելու համար, նրանք էլ մեղադրում են, որ այսպես ասած Ուկրաինան դարձավ հավաքական լայն իմաստով արևմուտքի արևմտական շրջանակների հակառուսական տրամադրությունների զոհը, որ Ուկրաինային համառորեն փորձեցին զինելով, տրամադրելով, մայդաններ ստեղծելով եւ այլն, հիշում եք, չէ՞, 2014-ի Մայդանում ինչ էր կատարում, եվրոչինովնիկները ոնց էին շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Մի քիչ բանալի խորանում է։ Այսինքն ստացվում է, երբ ուկրաինացի ժողովուրդը ուզում է ազատվել մեկից, որը կոռումպացված է, իդեպ Զելենսկու հանդեպ ես շատ մեծ քննադատություն ունեմ, կապ չունի, որ նրա անունը չկա դեռ։ Այո, նրա անունը դեռ չկա։ Սպասենք, կարող է չկա, չենք կարող նշել, բայց Յանուկովիչի գույքը, նրա որդու միլիոնները գաղտնիք չի։ Այսինքն Ուկրաինայի ժողովուրդը, պարոն Ստեփանյան, ինչպես նաև հայ ժողովուրդը իրավունք չուներ փողոց դուրս գալ եւ բողոքել։ Իրավունքը Բա Մայդան ինչ է նշանակում։ Ես մենք 2018-ին դու դուրս եկան։ Այո, եւ ես շատ գոհ եմ դրանից։ Հավատալով, որ կազատվենք նախկին կոռումպացված վարչակարգից, հիմա Եկ սահուն եկանք, եւ ես դա միշտ քննադատել եմ։ Եվ երեքատ կետ չմեկնաբանեմ։ Ես քննադատել եմ, որ Հայաստանի իշխանությունները չկատարեցին այն խոստումները, որոնք տվել էին, բայց եթե Ուկրաինայի ժողովուրդը կատարել ենք Տիկին Դալակյան, չէ՞, բայց ասում են որ կատարել են։ Այսքան են կոպեկ 300 դպրոցեն կառուցել։ Չէ, խոսքը նախկինների թալանի մասին։ Ռենջ կբերենք, ես կբերենք, այն կբերենք, ասում են կատարել, ես խոսքն եմ փոխանցում։ Ես մի բան ասեմ, ուրեմն անցումային արդարադատությունը դրա համար է ստեղծվել 18-23 թվականներին, որ այդ հարցերը լուծվեին ոչ թե ռենջ առ ռենջ, այլ ինչպես օրինակ այդ սովետական երկրներում Մերզբալթյան լյուստրացիա եղավ KGB-ի agentների, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը չգա ամեն օր agentներից խոսի փաստերով ունեցվածքի վերաբերյալ մենք գիտենք Վենետիկի հանրապետական եզրակացություն տվեց ապօրինի այսինքն ես չեմ ուզում հիմա նորից նույն բանը խոսել մենք քննադատում ենք այս իշխանություններին եւ իմ ամենամեծ հիասթափությունը հենց դա է ոչ միայն որ չեն վերադարձել մի բաներ սնում են որ այս ուժերը մնան քաղաքական դաշտում անընդհատ նրանց մասին խոսելով եւ նրանց քիչ մնաց ես էլ մի քիչ միանամ ձեր բան այսպես լավ տրամադրությանը նույնիսկ քննադատության մեջ էլ լավ տրամադրություն կա եթե ճիշտ թիրախային
են քննադատում, դեռ ավելին, որ հիմա նաև խոսում են, գոնե այսպես փոխանցեմ, ասում, խոսում են օդից կախված, չպնդեմ, որովհետև մինչև փաստերով, ինչպես դուք ասեցիք, չէ, եթե լյուստրացիա չի եղել որևէ տեղ, ինչ որ չի բացահայտվել, որ ասենք ես կամ դուք ինչ որ գործակալական ցանցից որտեղից կարող եմ ես ինչ անբարոյական հոչեմ, բայց ամեն դեպքում իրողությունը նա է, որ այսօր իշխանությունների մասին էլ ասում են, որ իրենք ավելի շատ են թաթախված այս կոռուպցիոն այդ անիվը եւ այլն տարբեր բաներ ես լսում, որ արդեն այն 2018-ի խանդավառ մթնոլորտը կարծես թե իսպար փշրվում է քո աչքերի առաջ եւ ասում է, բա ինչի համար է դուրս եկել փողոց եւ ուր հասար։ Գիտեք կասկածի տեղիք ինչն է տալիս, որ պաշտոնյաներ, որոնք ԿՊ-ում էին եւ ազատված են, հիմա պաշտոնից, ուղղակի ազատվել են պաշտոնից, բայց խոսակցություն կար, հիշում եք իրենց մոր անունով տներ կառուցելու մասին, տարածքային կառավարման, եթե չեմ սխալվում, նախարարի, այսինքն ուղղակի ազատվել գնալ տնով չի։ Կամ խոսում էին, որ արտադրության նախկին նախարարը չի կատարել իր պարտականությունները եւ արտադրության խոչընդոտել է, որովհետեւ կապ ունի Միքայել Մինասյանի հետ, նրա եղբայրն է, բայց այդ մարդիկ գնացել են տուն։ Հիմա, եթե դա իրական է եւ ուղղակի մեղադրանք չի, պետք է լինեն քայլեր։ Իսկ եթե ոչ, մենք ներողություն խնդրենք, իդեպ բոլորից Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, Լևոն, այսինքն այս իշխանությունները ես գոնե իմ մտքում շատ վստահ եմ եւ փաստերով, որ իրոք թալանել են այս երկիրը եւ դրա մասին շատ է խոսվել, մենակ Գույք Պարտքի դիմացը բավական է ինձ, իրենց պահվածքով, որ ընթացք չեն տալիս այդ գործողություններին եւ հակառակը նրանց դարձնում են արմատական ընդդիմություն անընդհատ սևեռելով հայ ժողովրդի ուշադրությունը նախկին ներկա քննարկման վրա, արդեն կասկածի տեղիք է դա, նույնիսկ եթե Փաշինյանը ինքը չկա կոռուպցիա, օրինակ, ես չեմ կարող ասել, գիտեք, այդպես մեղադրել, համակարգված ասում են կոռուպցիա չկա։ Այնպես որ մենք Ուկրաինայից սկսեցինք, գալով նաև Ուկրաինային եւ ավարտելով հարցի պատասխանը, խնդիրը տեսեք որն է, այսինքն ժողովուրդները իրենք պիտի որոշեն, ուզում են լինեն Եվրամիության անդամ, թե ԵԱՏՄ-ի անդամ։ Այստեղ շատ բարդ կետ է, չէ՞, ժողովուրդը ասեցիք իրենք պիտի որոշեն, բայց այսպես թե այնպես մի ժողովուրդներին առաջ են տանում էլիտաները, չէ՞։ Փոքրամասնությունները։ Դե էլիտան հակառակը Յանուկովիչի էլիտան տանում էր ԵԱՏՄ, ժողովուրդը չընդունեց դա։ Հա, հասկացա։ Հիմա մեր էլիտան մեզ պահում է հապկում, հրաշալի պայմաններ կլինեն, ժողովրդի ելին որոշակի մասը, բայց էլի չէի ասիր ամբողջ, չգիտեմ, միլիոններով լցվեցին։ Ըստ հարցումների այդ ժամանակ։ Հա։ Նույն Վրաստանը իշխանությունն ասում է, այո, մենք գնում ենք ԵՄ, տեսեք չի ասում չենք գնում։ Վերջերս էլի նախագահ ասում այո, բայց խափում են։ Կամ, այսինքն Հայաստանը, ասենք թե հապկում է ուզում լինի հայ ժողովուրդը, օրինակ, չէ՞։ Ինչ որ մեկը իրավունք ունի, արևմուտքից ասի, չէ, դու պիտի ՆԱՏՕ-ում լինես։ Հիմա Ռուսաստանն իրավունք ունի։ Պլեբեսցիտ անեն, չէ, թեկուզ պլեբեսցիտի արդյունքով, չէ, ժամանակին Պինոչետին հիշեցի, չգիտեմ ինչ է, որ ասեցի Պինոչետը ըստեյության պլեբեսցիտով հեռացավ իշխանությունից, այդ դիկտատորը, այսպես ասած։ Որը չիլիական տնտեսական հրաշքի հեղինակը, բայց ամեն դեպքում հարցում արեցին ժողովրդի մեջ, պլեբեսցիտով այդ մարդը, եթե չեմ սխալվում, 1988 թվականին Սուսիկ Փուսիկ հեռացավ իշխանությունից։ Եվ հետո դատական գործընթաց էր։ Իդեպ ես մի կարևոր բան ասեմ, Վլադիմիր Պուտինը որ Զելենսկու լեգիտիմությունը դնում է հարցականի տակ, ասելով որ Յանուկովիչը ընտրված նախագահ էր, իսկ Զելենսկին ընտրություններ չի արել արդեն քանի տարի։ Ասադն էլ էր իբրև թե ընտրված, Ռուսաստանը շնորհավորել էր Ասադին 94% ձայն հավաքելու հետ կապված։ Հիմա Ալ-Շարային են համարում լիդեր եւ որևէ խնդիր չունեն նրա լեգիտիմությամբ, որ ընտրությունների չի մասնակցել։ Տերորիստ։ Եվ մոտակա 5 տարին չի մասնակցելու ըստ սահմանադրության։ Տերորիստ, որին այսպես ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող արևմուտքը շնորհավորում է եւ այո, երբ որ տեսնում են Թրամփը լավ տղա էր, չէ՞ անվանել, ասում է։ Իհարկե, բայց Թրամփը այսօր այդ արժեքները դավաճանում է, թե նա Զելենսկուն անվանում է բռնապետ, իսկ Պուտինին ոչ։ Լուկաշենկոին չի անվանում բռնապետ։ Չես հասկանում ես ինչ։ Այսինքն հարցը այստեղ ոչ թե լեգիտիմությունն է, ոչ թե մի ժողովուրդ լինելը, ոչ թե չգիտեմ ինչը, շահերը։ Երբևիցե պետք չի մտածել, որ նույն Եվրոպան կամ Արևմուտքը ինչ-որ մարդասիրական մղումներ ունեն։ Այլ հարցը, որ կան շահեր, որ իրենց հետ են համընկնում, կան շահեր, որ այլ երկրների հետ են համընկնում, մեր շահերը։ Դուք դալական, այստեղ էլ մի միտքացնում էլի մեր զրույցների ժամանակ հին բարեկամներ ենք, ոնց չկա անկախ ամեն ինչի, չէ, ինչպես ասել ենք միշտ։
Եվ բանավեճերի մեջ են բացահայտում շատ իրողություններ, օրինակ չեմ հաստատ անունը կոռեկտությունից ելնելով, ես ու դուք էլ կոռեկտ մարդիկ ենք ամեն դեպքում, մի անգամ իր Հմեկյան այսպես հարցազրույցի ժամանակ պատկառելի մարդ ասեց, որ ես ամեն դեպքում աշխարհ քաղաքական իմաստով այս ուկրաինական հակամարտության մեջ ես դեմ եմ, որ Ռուսաստանը այն աստիճան թուլանա, որ մեր տարածաշրջանում հանկարծ չկարողանա որևէ բան որոշել, դա ի վնաս մեր շահերի է։ Հետո մի առանձին, այսպես ասած, բանավիճային հաղորդաշարի մեջ նույն մարդը կանգնեց եւ ասեց արևմտական, գոնե կողմնորոշումը ասեմ, որ Ռուսաստանը ընդհանրապես այս տարածաշրջանից հեսա մի քանի օր հետո կոպիտ ասած, մոտավորապես այդ միտքներ արդեն գնալու է լրիվ։ Ինչը նույնպես ինձ տարակուսանքի եւ մեղմ ասած անլրջության ինչ որ բան հիշեցրեց, որովհետեւ այդքան հեշտ չի էլի, սիրես թե չսիրես Ռուսաստանին սա այլ խնդիր է, սա այլ վերլուծության հարց է, ուզենաս չուզենաս, դնես, փաստերը համադրես, սա քաղաքագիտական լուրջ մոտեցում է, էլի, բայց չի կարելի այդպես, երևի թե մեր մոտ թուլացել է այդ քաղաքագիտական վերլուծական միտքը, էլի, նկատի չունեմ խելամիտ մարդկանց, լուրջ մարդկանց, որոնք մտածում են լուրջ եւ համակողմանի հավասարակշռված վերլուծություններ են անում մեր տարածաշրջանի եւ աշխարհ քաղաքական խնդիրների վերաբերյալ։ Ինչ եք կարծում, բոլոր դեպքերում այս պատերազմում Ռուսաստանի վերին աստիճանի թուլացումը, եթե ասենք այնպես ստացվեց, որ ուկրաինական կողմը հավաքական արևմուտքի միջոցով կարողացավ, չգիտեմ, կոտրել Ռուսաստանին, դա մեզ համար լավ կլինի, թե ոչ։ Ես գիտեմ ում մասին է խոսքը եւ ես նրան երբեք արևմտամետ չեմ համարել, հատկապես հաշվի առնելով իմանալով 2016 թվականին դեռևս իրենց որոշ գործողություններում Սերժ Սարգսյանի հետ կապ ունենալը։ Շատ ուրախ եմ, որ արդեն կռահեցիք։ Ուղղակի մենակ եկեք անունը չտանք ինչ որ։ Ընդհանրապես մարդիկ, որոնք ամենաշատն են, ամենակոպիտն են խոսում Ռուսաստանի դեմ, շատ լուրջ կասկածներ են իմ մոտ առաջացնում, իդեպ փաստերով։ Դա էլ կա։ Ժամանակը կգա դա էլ կապացուցվի, բայց կասկածում եւ ընդ որում կներեք եւ ընդ որում մի տեսակ նաեւ այնպես չի որ ալիբի են տալիս, այսինքն փաստարկ են տալիս Ռուսաստանում հակահայ դիրքորոշումների համար։ Իսկ դա ընդունելի է ձեզ համար թե։ Դա ընդունելի է այսօրվա Ռուսաստանի համար, որ մեղադրեն Հայաստանին, Մարիա Զախարովաները, որ այնտեղ արևմտամետներ կան, որ մեզ մերժում են, մեզ չեն ուզում, մեզ ատում են։ Լիովին համաձայն եմ։ Իդեպ Նիկոլ Փաշինյանին, ում ես քննադատում եմ բարբերաբար, պետք է ասեմ, որ նա կարողացել է այսպես դիվերսիֆիկացնել եւ նորմալ հարաբերություններ ապահովել Ռուսաստանի դեպ դա անդիմությունը չի մարսում, որովհետեւ նրանք անդադ ուզում էին, որ Վլադիմիր Պուտինը դա էլ ասում են, չէ, նրան համարի Սաակաշվիլի, Սանդու, Զելենսկի, բայց Վլադիմիր Պուտինը միշտ էլ շատ դրական է արտահայտվում։ Եվ դա դիվանագիտություն չի, Ուկրաինայի դիվանագիտություն չունի կամ Մոլդովայի կամ Վրաստանի։ Վլադիմիր Պուտինի հետ Փաշինյանը կարողացել է թեկուս դիվանագիտական մակարդակում չսրել լարվածությունը, բազան չի հանում։ Տեսեք, կարմիր գծեր չի խախտում, ԵՏՄ-ից դուրս չի գալիս, Պուտինը ակնարկում է, ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, նոյեմբերի 9-ից դուրս չի գալիս, բազան դուրս չի հանում, Քոչյանին չի բանտարկել, այսինքն չեմ կարծում, կամ ռուսական այստեղ աշարժ գույքը, որ ներողություն, գույք պարտքի դիմաց որ ձեռք են բերել, հետ չի վերցնում։ Այսինքն դեռ նա շոշափում է 3+3 հարթակել է գնում, Մոսկվայել է գնում, Մայիսին գնում է չնայած մեծ քննադատությանը, նա խորամանկ է։ Պետք է ասենք։ Զորքով գնալ ավելի լավ չէ։ Դա արդեն արևմուտքի հետ լուրջ խնդիր կառաջացնել, հաշվառնելով, որ մենք ուզում ենք տեխնատուի կարգավիճակ ստանալ Եվրամիությունում։ Բայց ինչ վերաբերում է, ես միշտ ասում եմ Ռուսաստանը չի հեռացել։ Իդեպ ձեզ ասեմ, այդ քաղաքագետները, որ ասում էին Ռուսաստանը վերջ օգոստոսի 8-ով հեռացավ, անդադ հիմա ասում են, որ Ռուսաստանը ամեն ինչ անելու է, որ այստեղ, չգիտեմ, խաղաղություն չլինի, հիմա հեռացել է թե ոչ։ Մի կողմից ասում եք հեռացել է էլ ոչ մի ազդեցություն չունի, մյուս կողմից ասում եք ինքը այնպես կանի, որ պատերազմ լինի, ուրեմն չի հեռացել։ Որտեղ է հեռացել է ներկա է, ես ամենտեղ ես նոր նշեցի։ Այլ հարցը ես հակառուս չեմ, ես հակակրեմլ եմ այս բանի խոսքը, այսինքն ինձ համար Ռուսաստանի իշխանությունն եմ ես քննադատում, ռուս ժողովրդին չեմ քննադատում, մի կողմ իհարկե ընդունում եմ նրանց պահվածքը եւ վարկագիծը պասիվ այս հարցում, բայց ես կոնկրետ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը, որը ժպիտով եւ առաջինը դեռ պատերազմի օրերին գալիս ասում է, որ Արցախը միշտ պատմականորեն Ադրբեջանն է, ես որպես հայ կներեք, էլի նորմալ մարդ 1000 անգամ ներողություն, ես չեմ կարող դա անցալել։
այդ սուտ բացատրությունները Փաշինյանն էր մեղավորում։ Նույն հաղորդմանը Փաշինյանին գովաբանում է մի ժամ, ասելով, որ նա դավաճան չի, շատ խիզախ է, պիտի լուրջ որոշումներ կայացնի, այսինքն կամ երբ մարդիկ սովամահ են լինում, գնում անվտանգության խորհրդի նիստում, ասում է, սա հակահաբեկչական գործողություն է Խանկենդի։ Ու եթե Նիկոլ Փաշինյանին ատելով է դա անում, փաստորեն Վլադիմիր Պուտինն այնքան մարդատիաց է, որ կարող է մի հոգու պատճառով մի ամբողջ ժողովրդի, որը ամենառուսոֆիլն է, սովամահանի, այսինքն ես Ռուսաստանի դեմ չեմ խոսում, ես չեմ Ռուսաստանը մասնատվի, այո, որովհետև իդեպ արևմուտքն է չի ուզում, եթե ասեմ, էլի այդ ալիբիները գործեցին, Պուտինը դրա վրա է խաղում, որ արևմուտքը չի ուզում երկու բան, որ Ռուսաստանը, բարձ ասում են Չինաստանի հետ շատ ընկղմվի, կուլտ է, այսինքն կներեք այսպես ասեմ, Չինաստանը, իսկ դա տեղի է ունենում հիմա տնտեսությունից սկսած եւ տարածքներից, գումարած Ռուսաստանը, որ մասնատվի, այնտեղ հատկապես Հյուսիսային Կովկասում կան երկրներ, այնտեղ միջուկային զենքը ում ձեռքը կհայտնվի, այսինքն Ռուսաստանի կոլապսը այնպես չի, որ աշխարհին ձեռնտու է, միայն Հայաստանին չի, այլ հարց է, որ այս իշխանությունները արդեն 2008 թվականից հետո հակահայ դեպ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներից ցած քաղաքականություն են վարում նամակները, չէ՞, գրում։ Դա լիովի չեք գտնում, որ այ մեղադրում են, ոչ թե մեղադրում են, այլ բերում են Տիկին Դարլակյան նամակայ վկայակոչեցիկ, որ երևի թե արտաքին քաղաքականության հանուն պետականության շահերի, ոչ թե ռուսամետ լինելու, ռուսներին այսպես կոպիտ ասած սապոնվելու, չէ, դա չի խնդիրը։ Երևի թե չեն կարողանում ճիշտ արտաքին քաղաքականություն վարել։ Ես չգիտեմ ինչ էլի մի բան հիշեցի Վանո Սիրիատեղյանի խոսքերը, որ ասում էր այնքան մենք մեզ վատ պահեցինք, որ նրանք ռուսները ավելի շատ սկսեցին ադրբեջանցիներին սիրել։ Իսկ մեր ներքին վարկագիծն է երևի մի քիչ էլ եղել, էլի, ասենք մեր պահվածքն է, էլի, մի քիչ եղել։ Այսինքն եթե կարողանայինք ճիշտ աշխատել, մենք կկարողանայինք կորզել։ Իմ համար դրա վառ օրինակը, ես նրանց կուսակցության անդամը համենայն դեպս չեմ, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներն էին, երբ որ մենք կարողանում ենք Ռուսաստանից բերել։ Իսկ հետո ինչ եղավ, հետո այդպես չկարող, հետո դա չշարունակվեց։ Ասեմ ինչ եղավ։ Ելցինը Պուտինը չէր։ Ելցինյան Ռուսաստանը, հիշում եք Գալինա Ստարավոյտովը, Նեմցովը, նրանք Հայաստանի դաշնակիցներն էին, բոլորը։ Զենք էին մատա Գրաչովը, դա այլ Ռուսաստանն էր, Վազգենսյանի աղբերն էր։ Դա ՖՍԲ-ի Ռուսաստանը չէր։ Այնտեղ ՖՍԲ-ն չէր։ Հետո եկան ուժայինները եւ փոխեցին Ռուսաստանի քաղաքականությունը։ Այսինքն այդտեղ սիրել, չսիրել, ավելի շատ սապունվել կներեք ձեր արտահայտությամբ ասեմ։ Խնդիրը չի։ Պետք չի սիրել կամ նվիրվել մեկին։ Խնդիրն այն է, որ արդյոք Ռուսաստանի շահերը համընկնում են մեր հետ, թե ոչ։ Դրա հետևանք է Ռուսաստանի դիրքորոշումը, ոչ թե որ Փաշինյանը շատ համբուրեց, թե քիչ։ Վլադիմիր Պուտինին Չէ՞ գտնում որ մենք էլ պիտի մեր տնային աշխատանքը այնքան ճկուն ու լավ կատարենք։ Ադրբեջանը ոնց արեց, որ գիտեք ոնց արեց, մի կողմից չէր կախվել։ Մի կողմից երբ ավելի լավ աշխատեց, իրենց դիվանագիտական կորպուսը ավելի լավ։ Այսինքն հենց այդ մարդիկ, որոնք հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանից հետո եկան եւ մի տեղից էին մուրում ամեն ինչ, եթե այդտեղ դες մարդկային մի բան ասեմ, նույնը քաղաքականության մեջ, եթե մեկը տեսնում է, որ դու Իրանից ես կախված ամեն ինչով, դու չես կարող գնահատվել։ Քեզ կասեն հնի, ոնց ուզում եք, մեկը ամրոցը կուդա անի դենուցը, մեկը մերն է։ Արևտուրանեք նրա հետ ով խաղացնում է, նույնիսկ Ադրբեջանը, որ հələ չափերը նայեք Ռուսաստանը, Թուրքիային դնենք մի կողմ, տեսնում եք իրեն ինչպես է դրսևորում, մի հատ ներողություններ է պահանջում։ Այսինքն Հայաստանի սխալը հենց դա էր, մի տեղից կախված լինելը, շատ սիրի, թե քիչ սիրի, ինչ սիրելու մասն է խոսքը։ Վլադիմիր Պուտինը իր ժողովրդի սիրելու մասին էլ չի մտածում, ասում է վիրահատական մեթոդ են դեպքում, որ 1 միլիոնից ավել վիրավոր ու ըստ ՆԱՏՕ-ի տվյալների զոհ ունի, մեկն էլ ռուս ժողովրդին սիրի։ Այլ հարց է, որ Ռուսաստանը միշտ դեմ է եղել Արցախի անկախությանը։ Դրա մասին շատ է խոսվել, հենց Արցախի նախկին արտգործնախարարները, որ Ռուսաստանը ստիպեց, որ Հայաստանը դառնա բանակցային կողմ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին։ Թող պարոն Տեր-Պետրոսյանը խոսի։ Թող ասի, որ երկիրը ստիպեց, որ Հայաստանը դառնա բանակցային կողմ։ Եվ խնդիրը արդեն ինքնորոշման իրավունքից վերածվեց տարածքային բանավեճի խնդրի, եւ Քոչյանն ասում է, մինչեւ ինձ էլ էր հեռացված Արցախը։ Այսինքն Ռուսաստանը ամենտեղ ինքնորոշման իրավունքը պաշտպանում է Մոլդովայում, Վրաստանում, չգիտեմ, Ալյասկայում եւ այլն, Կալիֆոռնիայում, բացի այստեղից, որովհետեւ իր շահերը Արցախի անկախությանը չեն համընկնում, բայց համընկնում են մի բանի հետ, որ Արցախը միշտ լինի վիճելի,
որպեսզի Ռուսաստանը ունենա մահակ եւ լծակ եւ Ադրբեջանի վրա, այնպես չի որ ուզում են որ Ադրբեջանը կազմում լինի եւ Հայաստանի։ Այդ դուք ձեր տեսակետը արտահայտեցիք, եթե արևմուտքի համարել գուցե լիներ Արցախի հարցի կարգավորումը շատ ավելի հայանպաստ, գուցե մեր իշխանությունները թեկուզ ոմանց համար շատ ոչ սիրելի, գնային դա, բայց արևմուտքն էլ, հավաքական արևմուտքն էլ ըստ էության ինչ էր անում։ Տեսեք, ամենալավ առաջարկը Տելբտի առաջարկն էր, որը չընդունվեց։ Որը։ Տելբտի։ Այո, ըստ էության դա ոստիկանություն ամեն ինչ կունենար Արցախը իր ոստիկանությունը ինզիված ուժերը Ադրբեջանի իրավունքները միջամտել, այսինքն ամենաբարձր կարգավիճակներ, բայց Ադրբեջանի կազմում, իդեպ Տեր-Պետրոսյանը որ հեռացավ, դրա մասին գրեց իր հոդվածը, որ զիջումների պիտի գնանք, թող լինի, ասես, կոպիտ ասած մնա Ադրբեջանի կազմում։ Դա էլ հուսալի չէր երևի թե։ Դե գիտեք, եթե այսօր շատերը հավատացել։ Եթե դե իրանց խնդիրն է, ինչ են հավատացել, իսկ հավատացել են ում։ Լավրովի պլանին։ Լավրովի պլանը շատ ուշ էր։ Չէ, հիմա որ ասում են ընդունել իր Փաշինյան Լավրովի պլանը, ինչին հավատային, որ հարակվեն 50 տարի անց մեկ էլ կարող է արնել, կարող է ոչ։ Ասում են գոնե ստատուս քվոն կմնար։ Այս աղետալի զարգացումները չէին լինի։ Իսկ որ ստատուս քվոն մնար, Ադրբեջանը համաձայն էր ստատուս քվոյին։ Ադրբեջանը երբեք ոչ մի։ Ադրբեջանը հիմա համաձայն չի, կներեք, սա էլ ասեմ ու անցնենք մեր հաջորդ օրակարգային հարցին, Ադրբեջանը հիմա համաձայն չի, որ մենք Երևանում էլ ձեզ հետ նստենք ու այս ջուրը խմենք։ Դե Արևմտյան Ադրբեջանի, չէ։ Խոսում եմ մեր զինվելու մասին։ Զինվելու մասին, Արևմտյան Ադրբեջանի թեզերն առաջ քաշում։ Այ դուք լավ ասեցիք, հիմա գանք մեր օրակարգային հաջորդ հարցին, որը շատ կարևոր է եւ այս առումով էլ ձեր տեսակետները կուզենանք իմանալ։ Թրիպի պահով վերջի վերջո Ադրբեջանը քարը փեշերից կթափի եւ ընդհանուր առմամբ հավատանք լավատեսորեն ձեզ հետ միասին այսօր, որ կգնա խաղաղության օրակարգի գոնե հաստատման ճանապարհով, եթե ոչ վաղը այդ խաղաղության համաձայնագիրը կստորագրի, ապա ընդհանրապես այսպես քայլ առ քայլ կամ արագ քայլերով կամ մի քիչ դանդաղ քայլերով վերջնականապես արդեն քարը փեշերից թափած ժողովրդական խոսքով ասած կգնա խաղաղության ճանապարհով ու էլ այս պատերազմական ագրեսիան չի ունենա, ռազմաշունչ ռետորաբանությունը չի ունենա, բայց փաստը ցույց է տալիս, որ չէ, թրիպից հետո էլ է սա շարունակ։ Տեսեք դուք սկզբում որ հարցրեցիք Ռուսաստանի։ Այստեղ էլ Ռուսաստան չկա, չէ։ Դե պիտի ստիպված խոսենք, որովհետև կա նոյեմբերի 9-ը, որը Ռուսաստանն է։ Որը ըստեյության հակառակ։ Թրիպը հիմա եղավ նոյեմբերի 9-ը։ Դա իշխանությունների տեսակետն է, կա երկու համաձայնագիր, իդեպ Վլադիմիր Պուտինը բարբերաբար դրա մասին խոսում է, որ նոյեմբերի 9-ը չի ավարտվել, Ռուսաստանի ղեկավարը հզոր երկրի գոնե Հայաստանի հայամատ ղեկավարը դա ինչ բան է ասում, Ալիևն էլ խոսում է Զանգեզուրի միջանցքից, դա նոյեմբերի 9-ում է։ Դե մենք էլ կասենք, ձեզ հետ միասին, հարգելի Լիլիթ, եթե ասում եք նոյեմբերի 9-ը չի ավարտվել, դե մեր Արցախը այնպես անենք, որ հարգելիս հետ վերադարձնենք, Լաչինի միջանցքը հələ մյուսի պահով էլ հələ խոսանք այդ բայց այստեղ ընդդիմությունը դա չկա արդեն, շատ վտանգավոր բան է ասում։ Նոյեմբերի 9-ը։ Ընդդիմադիրները շատ վտանգավոր բան են ասում։ Դուք շատ ճիշտ ասեցիք, այո, մենք պետք է այդպես ասենք, իրանք ուրիշ բան ասում են, դուք ճանապարհը տվեք։ Արցախցիները կվերադառնան, Ռուսաստանը կպաշտպանի։ Տեսել եք, չէ՞։ Հատկապես ովքեր են դա ասում։ Դե կոպիրկինի հետ շուտ հանդիպողները, որոնք ասում են, որ Հայաստանը պետք է կատարի նոյեմբերի 9-ի 9-րդ կետը։ Բայց եթե Կոպիրկինը դե ժամանակին էլ իր հարցազրույցներից մեկում ասում էր, մինչալուց էլի հետաքրքիր տեղեկանք, որ մենք միշտ պաշտպանելու ենք արցախահայության իրավունքը, վերադարձի մասին էր խոսում նորից եւ այլն, ընդհանուր խոսքեր էին սրանք։ Հիմա մանավանդ այս ողբերգական Արցախի հուսան ոչ վերջնական հայաթափումից հետո, կորստից հետո խոսքեր են, այսպես ասած, որ վատ էլ չեն հնչում, այսինքն մեր բարոյական թեկուզ կողմը շոշափելու համար վատ բան էլ չեն, էլի այսպես ասած, բայց ինչպես հարցը այդ ինչպեսն է, չէ, հիմա գալիս ենք այդ ինչպեսին։ Եթե ինչ որ միջազգային, ուժային նաև անվտանգային երաշխիքներով դա կլինի, խնդիր չկա, դնենք, քննարկենք, բայց էլի բանակցային դաշտի մեջ։ Քննարկենք նոյեմբերի 9-ի տրամաբանությունն էլ քննարկենք, ասենք այս թրիպի տրամաբանությունը։ Այդ շրջանակները բոլորը նախկին իշխանությունները, բոլորը եւ որոշ արևմտամետ նախկին հիմա ներկա ռուսամետ գործիչներ նշում են, որ եթե Հայաստանը կատարի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, արցախահայերը կվերադառնան իրենց հայրենիք։ Եվ շատ ճիշտ հարց եք տալիս, ո՞նց։
Կամ էլի Ռուսաստանը պիտի գա, բայց Արցախահայերին դուք հարցրել եք, իրանք վստահում են, որ Ռուսաստանին կրկին դուք Հայաստանում եք ապրում, Արցախահայերի անունից ասում եք իրանք կգնան։ Սա անհասկանալի մոտեցում է։ Համենայնիվ ես չեմ տեսել բազմահազարանոց արցախցիների ցույց, որ պահանջեն, որ Ռուսաստանը վերադառնա։ Այդպեսի բան չեմ լսել։ Դե գուցե դրա համար դա պետք է բանա էլի հարց, ոչ թե ես դա տեսակետն է, գուցե դա պետք է պետությունը չանի, Արցախահայության իրավունքները Տիկին Դալաքյան։ Ասենք դա լինեն եկեղեցական կառույցներ, ՀԿ-ներ դա բարձրացնեն եւ այլն, բայց տեսակ եկեղեցիները արեցին, եկեղեցիների դեմ ինչ բան բարձրացավ Փաշազադեը։ Չեն խոսել եկեղեցական այդ համաժողովում, հետո որ Փաշազադեն հակադարձեց, որ ասեց հայ առաքելական եկեղեցին արժեքների պահպանության մասին էր խոսքը գնում, Արցախահայերի վերադարձման մասին խոսում են, ձեր ասած հարցի պատասխանը չեն տալիս, ում են տեսնում Արցախահայերի իրավունքների պաշտպան Ռուսաստանի։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանին են տեսնում։ Ում են տեսնումը դեռ չկա հստակ ձևակերպված, որովհետև այդ ում են տեսնումի հարցը պետք է երևի ներքին խողովակներով Հայաստանի իշխանական էլիտաները բանակցեն կամ չգիտեմ քաղաքական էլիտաները բանակցեն, որ հետո ինչ որ մի իրավիճակ ուրվագծվի, որ դրա շուրջ նստեն ու բանակցեն, որովհետև եթե հələ դեռ ոչ մի բան չկա, ինչի շուրջ։ Տեսեք, օրինակ ես քննադատել եմ Հայաստանի իշխանությունը, որ այդ հարցը օրակարգից հանվել է, բայց մի դրական բան տեղի ունեցավ Եվրամիության հետ մեր համաձայնագրի մեջ, հենց դա Ադրբեջանի դուրը չի գալիս դեպ ամենաշատը նշված էին եւ գերիների վերադարձի հարցը եւ Արցախահայերի։ Այսինքն այդ խոսակցությունը գնում է, դուք որ ասում եք պիտի խոսեն, ուրեմն խոսում են, ուղղակի չի երևում այդ խոսքը, բայց այս համաձայնագրի մեջ, որին իդեպ Ադրբեջանի արտգործնախարարությունը կտրուկ պատասխանեց համաձայնագրին, կա այդ կետերը։ Այսինքն գոնե ինչ որ խոսակցություն գնում է։ Այլ հարցը դա ռեալ է թե ոչ ես կառավարության անդամ չեմ, ես չեմ կարող ասել մեր արևմտյան գործընկերները մեզ ինչ են ասում։ Ոչ մի բան ռեալ չի Տիկին Դալաքյան։ Իսկ ինչ վերաբերում է Ալիևի փեշը թափելուն, քարից, չգիտեմ, քարը փեշից թափելուն, Ալիևը երկու բանի է պատրաստվում՝ եւ խաղաղության եւ պատերազմի։ Ես ինչու եմ ասում Ուկրաինայի ռազմաճակատի իրավիճակը շատ կարեւոր է։ Եթե Ռուսաստանը կարողանա նոյեմբերի 9-ը նորից վերագործարկել եւ գործի միջանցքային դրամաբանությունը, դա ձեռնտու է Ալիևին։ Եթե թրիփում չկա, համենայնիվ մենք չենք տեսել, մինչև այսօր պայմանագիր չկա հայ-ամերիկյան, որ տեսնենք, Փաշինյանն ասում է, այդտեղ միջանցքային բան չկա։ Որը շատ վտանգավոր է։ Եթե հայ-ամերիկյան պայմանագիր էլ չկա, այսինքն երկու կա, Ամերիկայի նաև որպես երաշխավորող կողմ, որպես գեր տերություն, չէ, երաշխավորող կողմ, եթե հստակ ձեռքը բռունցքը դրված լիներ, անվտանգային երաշխիքը դրված լիներ, այ մենք ձեզ հետ միասին կարող ենք, չէ, ասել, որ այ կարելի է սրան վստահել վերջնականապես ու գնալ այս տրամաբանությամբ։ Խնդիրը դա է, Փաշինյանը ասում է, որ ինչ որ կոնսորցիում պիտի ստեղծվի, բայց պարզ չի ասում 99 տարով, չգիտեմ, վարձակալեն, չվարձակալեն, Հայաստանը ընդհանուր այդտեղ բաստաբաժին ունի, երբ մենք կտեսնենք կոնկրետ հայ-ամերիկյան, մինչև էլ չենք կարող ասել միջանցք է։ Բայց նոյեմբերին հստակ FSB-ի եւ դա Մարիա Զախարովան ասել է վերահսկողությունն է, այդտեղ հայկական կողմի մասին խոսք չէ, երբ Փաշինյանը փորձեց ասել հայկական կողմն էլ ասեցին չէ, դուք ճիշտ չեք կարդացել, միայն FSB-ն է։ Այսինքն Ալիևը սպասում է տեսնի Տրամպը իր խոսքի տերն է, որը շատ ցավալի է, կարծում եմ, որ դիզիջում է իր դիրքերը Պուտինին, ինչ որ մի բան ստիպված է լինելու իհարկե իր հեղինակության համար եւ պաշտոն չկորցնելու նորից վերադառնալ ամերիկյան օրակարգ, բայց այս պահին նա բիզնեսով է զբաղված Պուտինի հետ։ Հիմա հարցը նա Պուտինի հետ բիզնեսով է զբաղվելու, թե թրիփով է զբաղվելու, որովհետեւ եթե Պուտինը նրան առաջարկի որևէ այլ ձեռնտու բիզնես, չեմ Ալյասկայում կամ Սիբիրում, իսկ Հարավային Կովկասը ստրատեգիական առումով կարևոր է Պուտինի համար։ Պուտինի տարբերություն Տրամպի բիզնեսով չի նայում, ստրատեգիայով է նայում։ Դա է վտանգավոր եւ դրա համար Ալիևը պարբերաբար մեկ խաղաղությունից է խոսում թրիփից, մեկ էլ միջանցքից եւ Ռուսաստանի հետ ավելի է խորացնում իր հարաբերությունները, չնայած առերևույթ իբրև թե վիճում են, բայց ճանապարհներ են կառուցում, Ռաշաստարան են ուզում կառուցել, սպասում են Իրանի հանդեպ ինչ սանկցիաներ կլինեն եւ այլն։ Դե դա էլ է իրողություն, որի մասին դեռ խոսվեց հենց Թրամփի իշխանության գլուխ գալուց ի վեր, առաջին օրերից ի վեր, որ ստեղծվում է աշխարհքաղաքական այս դաշտում նոր բևեր, նոր այսպես ասած տանդեմ, եթե կարելի է նույնիսկ այսպես Ռուսաստան ԱՄՆ։ Եվ մի բան էլ է շատ հետաքրքիր, դարձել էլի միտքս եկավ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, որ դեռևս նախկին իշխանությունների օրոք ելույթներից մեկում ասում է շատ լավ, այսպես ռետորաբանությամբ լավ հնչող մի բան, որ Հայաստանի համար ամենալավ տարբերակը կլիներ այդ աշխարհքաղաքական բևերների
հավասարաչափ ներկայացվածությունը նկատի ուներ առավելևս Ռուսաստան արևմուտք այդ բևեռների, որը ոչ թե դա Հայաստանը կդարձներ կռվախնձոր, Հայաստանը կդարձներ հակառուսաստան կամ հակաարևմուտք, այլ Հայաստանը կդարձներ ինչ որ կամուրջ, համերաշխության կամուրջ, եւ այդ համերաշխության կամուրջից տնտեսական իմաստով կշահեր թե այն բևերը, թե այս բևերը, հիմա թրիպի դեպքում Տիկին Դալակյան, տեսեք ես ճիշտ եմ տրամաբանում, թե չէ, եթե ոչ ուղղեք ինձ, այսպես խոսվում է նրա մասին, որ եթե միակողմանիություն լինի, դա միակողմանիորեն առանց մանավանդ, այ որ դուք էլ հիշատակեցիք, առանց ամերիկյան հեգեմոն վերահսկողության, կարող է դառնալ թուրք-ադրբեջանական վերահսկողություն այդ ճանապարհը եւ անգամ միջանցք, ինչպես Ալիևը հոխորտում է, գոնե հիմա դեռ հոխորտում է։ Իսկ եթե Ամերիկա, Իրան, Ռուսաստան, ինչու՞ չէ Չինաստան, տարբեր բևեռներ, աշխարհքաղաքական տարբեր ակտորները մասնակցեն այս ամենին, սա Հայաստանի համար կարող է լինել ինչ որ հավասարակշռող մի բան եւ մենք անվտանգային իմաստով պահպանելով նաեւ այո եղած անվտանգային մեր ավանդական, այսպես ասած, պահերը անվտանգային Ռուսաստան, Իրան, Իրանի հետ հարաբերություններ, մենք գուցե խնդիրներ չունենանք, ինչ կարծիք եք։ Տեսեք, Լևոն Տեր-Պետրոսյանի նորից կամ իշխանության տարիներին այդ տեսակետը դեռ կարող էր հնչել, որովհետեւ այդ ժամանակ Ռուսաստանը նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամության էր ուզում ձգտել։ Հիշում եք Վլադիմիր Պուտինի հայտնի հայտարարությունը, երբ նրան հարցրեցին Ռուսաստանը կարող է մի օր դառնալ, ասաց այո, ՆԱՏՕ-ի անդամ։ Հիմա լրիվ հակառակ իրավիճակն է։ Եվ ԱՄՆ-ն չի պայմանավորվում է Ռուսաստանի հետ։ Տրամպը մի հոգի ինստիտուտները լրիվ առանձին տեսակետ ունեն։ Մենք տեսնում ենք պետքարտուղար Ռուբիոին, իհարկե հիմա բարձ է, նա բարձրաձայն չի կանգնել, ասես դեմ եմ, բայց ամեն անգամ մենք տեսնում ենք, որ նա այնպես է անում, որ չգործի Տրամպի ծրագիրը։ Տեսնում ենք հանրապետական սենատորների քննադատությունը արդեն Տրամպին։ Մեծամասնությունը Ուկրաինային աջակցում է Լինսի Գրեմը, խոսում են 500%-անոց սանկցիաների մասին, այսինքն ԱՄՆ պետությունը որպես ինստիտուտ եւ մի հոգին իր բիզնես շրջապատը, փեսան, դուստրը, չգիտեմ որդին, տեսնում եք Տրամպի թիմը իր ընտանիքն է, կինը, փեսան, տղան, մյուս փեսան, չգիտեմ, ինչա, կոնսորցիումա։ Այսինքն այստեղ պետությունը չի, արդեն մագայի ներկայացուցիչներն են Տրամպի դեմ դուրս գալիս, Տեյլոր Գրինն է խոսում, մեր Նարեկ Կարապետյանի սիրելի Տակեր Կարլսոնն է խոսում Տրամպի դեմ, որ Էփշտեյնի գործով երբ են բացահայտումներ լինելու, սպասենք, արդյոք կթողնեն, որ բոլոր ֆայլերը բացվեն, թե կմնա փաստեր, որոնք Տրամպին վերաբերվում են, այսինքն ինստիտուցիոնալ կրիզիսի մեջ ակ ճգնաժամի, կամ այս նոր ռազմավարություն է, դա ռազմավարություն չի, Տրամպի գովասանք, որ կարդում ես, Տրամպը մի ամիս առաջ պատերազմ էր հայտարարում Չինաստանին, հիշում եք, Պենտագոնի ղեկավարն է դարձել է պատերազմի նախարար, չգիտեմ, մեկ էլ եկավ պարզվեց ինքը Մոնրոյի դոկտրինայով է շարժվում եւ միայն Լատինական Ամերիկայում գլոբալիզացիայի պայմաններում եւ Չինաստանը արդեն ներկա է, այնտեղ դու չես կարող ասել, էս ինձ, էս քեզ, սա էլ քեզ, այդ աշխարհը կիսել, այդ քաղաքագետները, որ դրա մասին խոսում են, դա 20-րդ դարի մտածելակերպն է։ Այս գլոբալիզացիայի պայմաններում նույնիսկ ԱՄՆ-ն Չինաստանի նկատմամբ սանկցիա չի կարողանում կիրառել, այնքան տնտեսությունները փոխկապակցված են, Եվրոպան չի կարողանում, Ռուսաստանը չի, այսինքն տնտեսությունը ամեն ինչ որոշում է։ Դու չես կարող ասել Կովկասը քեզ եմ տալիս, այս հատվածը։ Նույն Ռուսաստանը ով ասեց, որ ինքը պատրաստ է կիսել Կովկասը Ամերիկայի հետ, Ուկրաինան պատրաստ չէր կիսել, չէ՞, արևմուտքի հետ։ Այդ դեպքում մենք կարանք ստեղ, չէ՞, մի քիչ բան անենք, այսպես ասած, շուստերի խախա ռուսերենով, ասած գնալ ասել տարբեր բևեռներին, այո, եւ գնալ ասել, որ մենք սենց կանենք, դուք մենակ մեզ հետ կռիվ մի արեք, մեզ հետ մի սրեք հարաբերությունները, մենք կկամրջենք ձեր փոխհարաբերություններն ու ձեր աշխարհքաղաքական ու տնտեսական շահերը, ինչ կարծիք եք, կարող է մենք այդքան ուժ ունենանք։ Չէ, իրենց կամուրջ պետք չի։ Այդ trip-ը, որ խոսում են, դա միջին միջանցքն է։ Միջին միջանցքը ինչու էր ստեղծվում Ռուսաստանի շրջանցելու համար, որովհետեւ Միջին Ասիան ինչ որ առումով Չինաստանը բեռները տեղափոխեն ոչ Ռուսաստանի ճանապարհով ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Հիմա ասել որ դե եկեք Ռուսաստանն էլ արևտուրանի մեր իշխանությունները որ ասում են, չէ՞։ Եկեք Ռուսաստանը, Իրանը, ախր դա Ռուսաստանի դեմ է այդ նախագիծը։ Դա ված չի, բայց այդ նախագիծը այդ տեսնում եք, ուրեմն դուք եք մի քիչ հորետես էլի, չէ՞, ասում են։ Բայց Ռուսաստանը ինքն է միշտ ասում որ միջին միջանցքը դեմ է իր շահերին։ Այդ իմ խոսքը չի։
Այսինքն մենք շատ կուզենանք, ես էլ կուզենամ, որ Նիկոլ Փաշինյանի խաղաղության խաչմերուկը իրական լինի, բայց երբ որ աշխարհում բոլորը արդեն պատերազմի շեմին են կանգնել, ասել մենք կդառնանք կամուրջ, ում միջև դառնա կամուրջ, Իրանը գնալով ավելի է վատթարացնում իր հարաբերությունները։ Ես ասեմ, Պաղեստինը պատերազմը վերսկսելու է։ Ես վստահ եմ դրանում։ Երկրորդ փուլը Նետանյահուն այն օրը ակնարկեց։ Դա է, որ Համասը զենքերը վայր դնի։ Հաջորդ օրը Համասն ասաց, ես զենքերը վայր չեմ դնում, մինչև Պաղեստին պետություն չստեղծվի։ Նետանյահուն ասաց, ոչ մի Պաղեստին։ Հիմա մեկը կարող վստահ լինել, որ պատերազմը չի վերսկսելու։ Մանավանդ որ Համասի թիկունքում հոդա Համասը չի, Թուրքիա կա, Քաթար կա, Ռուսաստան կա, Չինաստան կա։ Դե գոնե այս հարցում այո ԱՄՆ-ի դիրքորոշումը իմ կարծիքով անընդունելի է, որովհետև ինչ է նշանակում նախ հիշենք Թրամփի այն սկզբնական Ռիվերը, որ պիտի այս գազան դարձնենք, չգիտեմ, բայց J6-ը վերջին այս ժամանակ էլի խոսում էր ՄԱԿ-ի բանաձևերից երկու պետության։ Այսինքն ԱՄՆ-ում էլ են հասկանում, որ դա չի կարող այդպես լուծվել, մենք Պաղեստինցիներին կհանենք ոնց որ Արցախից հա, դուք ինչ ուզում եք արեք։ Թանգարան կդարձնենք, սիրուն բաներ կսարքենք, հա, մարդիկ կգան կհիանան։ Մարդկանց ինչա դիակների վրա զոհված մարդկանց երեխաների հոշոտված ինչ որ դիակների տեղերում այդպես թանգարան լինի։ Ես ձեզ մի բան ասեմ, հիմա սա իդեպ Ռուսաստանին էլի պիտի հիշենք։ Ռուսաստանը ինչու է անընդհատ քաղաքացիական օբյեկտերին եւ բնակչությանը հարվածում Ուկրաինայում, եւ նա գրավում է քաղաքներ, որոնք ոչնչացված են ըստ էության։ Իրան դե տարածքը պետք չի, իրան պետք է որ ուկրաինացիները ուղղակի փախտեն այդտեղից, հասկանում այդտեղ կյանք չկա։ Ուկրաինան առանց ուկրաինացիների, ուկրաինսկի վապրոս, չէ՞, այդպեսի տերմին կա Ուկրաինայի հարց, Հայաստանը, հայկական հարցը, Հայաստանը առանց հայերի, Պաղեստինը առանց պաղեստինցիների, սա նոր մոտեցում չի, վաղուց է կիրառվում։ Շնորհակալություն Տիկին Դալաքյան, ամեն դեպքում փորձենք լինել լավատես, սպասենք, որ մի տեսակ տրիպի հարումով առանձնապես շատ ձեր մեկնաբանությունը ցավոք լավատեսական, ուրախ կլինի, որ լիներ շատ լավատեսական, որտեղ բոլորս ենք ուզում, անկախ նրանից, թե քաղաքագետները, քաղաքական գործիչները ինչ կանխատեսումներ, ինչ նախագծումներ ունեն, բայց բոլորիս նպատակը գոնե մեր բոլոր տարբերություններով հանդերձ միմյանց դիրքորոշումների մեկն է, որ Հայաստանը լինի խաղաղ, անվտանգ եւ զարգացող երկիր։ Ինքնիշխան անկախ երկիր։ Լավատեսության որոշ մարդիկ չմեղադրեն մեզ կամ ձեզ, որ ինչպես ընդունված է, չէ՞ ասել, կամ գուբերնիստ են, կամ վիլայեթական են, կամ ինչ-որ գործակալական ցանցի ներկայացուցիչ եմ, ես ուզում եմ մեր ունկնդիրներին ասեմ, ոչ Լիլիթ Դալաքյանը, ոչ էլ ես, որևէ արտասահմանյան գործակալական ցանցի ներկայացուցիչ չենք, հարգելի ունկնդիրներ։ Բայց գործակալները չեն էլ ասում։ Բայց գործակալները չեն էլ ասում։ Երկու նախադասություն, եթե լավատեսական Ուրեմն ես ինչու եմ լավատեսական, Տրամպը չի կարող այսպես շարունակել, որովհետև նա ունի լուրջ հեղինակության անկում եւ վաղ թե ուշ նա պիտի այս բիզնեսային մտածելակերպից դուրս գա։ Դա մեզ համար լավ կլինի, եթե էլի գործեն Ամերիկայի շահերը տարածաշրջանում, ոչ թե Տրամպի ընտանիքի։ Եվ երկրորդը լավատեսականն այն է, որ մենք անկախ ենք եւ մենք պիտի հզորացնենք մեր բանակը։ Այսօր աշխարհում բոլոր երկրներում, բացի Հայաստանում ինչ որ մոտեցումներից, բանակը հանդիսանում է, նույնիսկ խաղաղասեր Եվրոպայում եւ Ճապոնիայում, որ բանակ չունի։ Առաջնային անվտանգության երաշխավոր։ Դրա համար Ալիևը ամեն խոսքում խոսում է Հայաստանի ապառազմականացման մասին։ Մեր գլխավոր ճանապարհը պիտի լինի, ինչպես Իսրայելը, ունենալ հզոր բանակ, պրոֆեսիոնալ բանակ, արևմտյան ստանդարտներով վերափոխված, նոր արդեն մնացածը ինչը մեզից կախված չի, փորձենք դիվանագիտությամբ լուծել։ Այո։ Ես համաձայն եմ ձեր վերջին ասա, ինչքան հզոր լինենք ներքուստ եւ բանակ ռազմական իմաստով եւ տնտեսական իմաստով եւ նաեւ այո արտաքին քաղաքական դիվանագիտության իմաստով, այնքան մեր գործերը կլինեն լավ։ Շնորհակալություն շատ։ Եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն էր, մեր զրուցակիցն էր քաղաքագետ Լիլիթ Դալաքյանը։ Սիրելի բարեկամներ, ես դիմում եմ ձեզ, ձեզանից նրանց, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել One Talk YouTube-յան ալիքին, խնդրելով ընդհանրապես սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին։ Շնորհակալություն, լավ եղեք, կհանդիպենք։